վերիֆիկացնել, նույնականացնել, ճանաչել որոշակի կոնտենտ, որը իրենց հետաքրքրել է։ Ինչպես նկատեց Տիկին Բաղդասարյանը, ապատեկատվության դեմ պայքարը իհարկե հարցակողական արդեն ձեռագիր պետք է ունենալ, որպեսզի արդյունավետ պայքարես դրա դեմ, այլ ոչ միայն պատասխանես ապատեկատվությանը։ Նաև կա երկրորդ կողմը, մեդիագրագիտությունն է։ Իհարկե քաղաքասարակության ներկայացուցիչները, մեր գործընկերները բավական ակտիվ այս հարցում գործունեություն են ծավալում, աջակցում են մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք ճիշտ գործիքներով, ճիշտ վարքագծով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը։ Մենք ունենք ապատեկատվության դեմ պայքարի 2024-26 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակներում մի շարք ակտիվություններ ենք ցուցաբերել եւ դրանցից մեկը նաեւ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ հենց այս գործիքի ստեղծումն էր։ Գաղափարը նա էր, որ իհարկե մենք հասցնում ենք հանրությանը եւ կարող եմ ասել բավական հաջող արդեն հասցրել ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի տեղեկատվություն տեսնելիս, նկար տեսնելիս, տեքստ, վիդեո տեսնելիս մի պահ մտածի, որ դա կարող է կեղծ լինել եւ գեներացված լինել։ Սա իհարկե լավ է, որ յուրաքանչյուր քաղաքացի կասկածում է եւ քննադատական մոտեցումամբ է դիտում յուրաքանչյուր կոնտենտ։ Բայց եթե հանրությանը եւ քաղաքացուն առանձին անդադ հասցնում ես, որ հնարավոր է կեղծ է, fake է, գեներացված է եւ այլն, բայց միևնույն ժամանակ հնարավորություն չես տալիս ստուգել կամ վերիֆիկացնել այդ կոնտենտը, ցրել մտահոգություններն ու մտավախությունները, դա այդպես անվերջ չի կարող շարունակվել եւ հետեւաբար պետք է տալ ինչ-որ գործիք, ինչ-որ հարթակ, հնարավորություն, որ քաղաքացին կարողանա ստուգել, վերիֆիկացնել այդ կոնտենտը։ Եվ այսպես ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել ստուգել AM հարթակը, որը նորաստեղծ է, կարող եմ ասել պիլոտային ծրագիր է։ Այս էլ այլի հիբրիդի մաս։ Դե ասում եմ։ Նորից միացնել, որ ավելի պատկերավոր լինի։ Վահանակը ուր էր։ Լավ, մինչև կմիացնեն ես շարունակեմ։ Հարթակը ունի 3 հիմնական գործառույթ, 3 հիմնական գործիք։ Ամենաառաջինը տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է։ Երկրորդ գործիքը նկարների եւ երրորդ գործիքը վիդեոների վերիֆիկացիան։ Վիդեոների եւ նկարների դեպքում կարծում եմ ակնհայտ է ամեն ինչ, դա ընդհանրապես այսպես ասած մեքենայական հաշվողական տեխնոլոգիաների միջոցով է իրականացվում։ Այնպես ինչպես հնարավոր է AI գործիքներով գեներացնել լուսանկար եւ տեսանյութ, այնպես էլ նույն մեքենայական հաշվողական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերիֆիկացնել, նույնականացնել արդյոք այդ նկարը կամ տեսանյութը իրական են թե ոչ։ Եվ այստեղ կան տարբեր լուծումներ, ամենաարդիական լուծումները դրանք հենց ճանաչողական, այսպես ասած, սենսորների զարգացումն է եւ մշտական թարմացումն է, որոնք հնարավորություն են տալիս նոր տեխնոլոգիաներով եւ ավելի նոր գեներատորներով ստեղծված մեդիա կոնտենտը վերիֆիկացնել։ Դե ինչպես գիտեք, ամեն շաբաթը մեկ մի նոր նկարների եւ տեսանյութերի գեներացման գործիքներ են ի հայտ գալիս եւ նույն ճանաչողական գործիքները, որոնք ճանաչում են այդ նկարները եւ տեխնոլոգիաները, եւս պետք է անդադ թարմացվեն, որ կարողանան հասնել ու ճանաչել։ Շատ լավ։ Ահա անցնեմ այսպես։ Երևում է բոլորին։ Իմիջիայլոց կարող եք հենց բրաուզերում արդեն հասանելի է stugel.am մուտք գործել, որ կարողանաք հենց ինքներդ տեսնել։ Ինչպես նշեցի, այս 3 գործիքներն են։ Նկարի ստուգումը, տեսանյութի ստուգումը շատ պարզ են, պարզապես կուզենայի նախ նշել, որ ինքը լինելու է բաց եւ հասանելի յուրաքանչյուրի համար, որևէ վճար չի ենթադրում, որովհետեւ այն փաստացի պետությունն է եվրոպական, այսպես ասեմ, մենք ստեղծել ենք
էստոնական Practnet ընկերության աջակցությամբ եւ ԵՄ ֆինանսավորմամբ եւ փաստացի սա հանրային բարիք է հանդիսանում եւ այստեղ որևէ կոմերցիոն նպատակ սրատակ դրված չէ, արդյունքը հասանելի է լինելու բոլորին, իհարկե որոշակի սահմանափակմամբ, որպեսզի չարաշահումներից խուսափենք։ Ուրեմն սովորական նկարի ստուգումը ընդհանրապես ենթադրում է կամ նկարը տեղադրել կամ բեռնել դեպի հարթակ, չեզոք նկար տեղադրեմ եւ վերլուծել։ Մի քանի վայրկյանի ընթացքում ստանում ենք եզրակացությունը, որ կոնկրետ այս դեպքում իրական նկար էր եւ ճիշտ է ճանաչել։ Այստեղ տոկոսային ցուցանիշը վերաբերում է գեներացման մակարդակին, այսինքն ընդհանրապես ճանաչում է, որ 3% ազդեցություն կա։ Եվ միևնույն ժամանակ գեներացված նկարը ինչ որ կարող ենք տեղադրել։ Իհարկե առաջին հայացքից, Իսկ մի անգամից ծանրաբեռնվածությունը մեծացավ ստուգումից։ Սա ցույց տվեց գեներացված եւ այո իրոք ինքը գեներացված լուսանկար էր։ Մենք այս պահին նույնը նաեւ տեսանյութը հնարավոր է նաեւ հղումով տեղադրել տեսանյութ Facebook-ից, TikTok-ից եւ Instagram-ից եւ տեսանյութը կստուգվի։ Մի վերապահում կուզենամ այստեղ անել, անգլերեն disclaimer, ինչպես նշեցի, տեխնոլոգիաները անընդհատ զարգանում են եւ հենց այս առավոտյան տեղեկացա, որ օրինակ GPT-ն թողարկել է նկարի գեներացման լրիվ նոր գեներատոր մեթոդոլոգիա, ստուգեցի մեծ մասամբ համակարգը ճանաչում է գեներացված նկարները GPT-ի կողմից, բայց կան որոշակի բացառություններ, այսինքն որ կարող է ճիշտ չճանաչել, այսինքն տոկոսային ինչ-որ հավանականություն կա, որ հնարավոր է ճիշտ չճանաչի։ Մեր խնդիրն է մշտապես զարգացնել մոդելը, մշտապես իրեն թարմացնել, նոր բատչերով, նոր խմբականակներով գեներացված նկարներ տեղադրել մոդելի ճանաչողական սենսորների մեջ, որպեսզի ինքը նոր մոդելները անընդհատ ճանաչի։ Այսինքն, եթե հանկարծ այդպիսի դեպքեր լինեն, չեմ բացառում, բայց մենք հետևողական կլինենք, մշտապես թարմացնենք, որպեսզի հանրությանը հնարավորինս որակյալ գործիք տրամադրենք։ Սա լուսանկարի եւ տեսանյութի մասին կարող եք ինքներդ ստուգել, օգտագործել եւ հասանք տեքստային կոնտենտի ճանաչմանը։ Սա բավական բարդ ավելի տեխնոլոգիա է, ինքը ըստ էության նորարարություն է, բայց նախատիպեր իհարկե կան։ Հայաստանում ես չեմ հանդիպել եմ մի քանի օտարերկրյա արտասահմանյան գործիքներ, մասնավորապես դրանցից ամենահայտնիները երևի տեղյակ եք կոչվում է Ask-Vera, բավական հաջողված գործիք է։ Ինքը անալոգային դրա անալոգներով է նաև կարող եմ ասել պատրաստված, որը էությունը տեղադրել կամ տրամադրել որոշակի տեքստ, դա կլինի ձեր կողմից հավաքված տեքստ կամ ինչ-որ տեղից պատճենված տեքստ եւ հարցնել մոդելին, որպեսզի ինքը կարողանա իդենտիֆիկացնել այդ բովանդակությունը իրական է, հաստատված է, հերկված է, հնարավոր չէ գուցե ստուգել նման տեղեկատվություն ընդհանրապես չկա, գուցե ինքը մանիպուլացնող է։ Ուզում շեշտել, որ այս գործիքը եւ ամբողջ հարթակը բացառապես միտված չէ փաստերի ստուգման, տիտղոսին, այսպես ասած, հավակնել, որտեղ ինքը չի իրականացնում փաստերի ստուգում, ինչպես դասական նկատմամբ մենք կարող ենք հասկանալ, թե փաստերի ստուգումը ինչ է, այլ պարզապես վերիֆիկացնում է եւ ամենակարևորը հենց օգտվում է փաստերի ստուգման հարթակների տրամադրած կոնտենտից։ Եվ մեր աշխատանքի ընթացքում մոտավորապես 3-4 ամիս սրա վրա աշխատել ենք, հասկացանք բավական հետաքրքիր նրբություն, չափազանց կարևոր է, նաև Տիկին Բադասյան ուզում ես մանրամասն չեմ ասել, չափազանց կարևոր է յուրաքանչյուր ֆեյքին ունենալ հակադարձում։ Կլինի դա ինչ-որ մի հատ
փոքր կայքում, հարթակում ոչ շատ հրապարակային, բայց ցանկացած fake պետք է ստանա իր պատասխանը, որպեսզի ապագայում, ներկայում արդեն այն տեխնոլոգիաները, որոնք օգտվում են համացանցից, օգտվում են բաց աղբյուրներից, ունենան հասանելիություն ճշմարտությանը։